Արևել սա առաջին երկաթուղային կապ ունենք Նատանի մեծարգո նախագահ օրենսդիր գործած եւ ես էլ չեմ կարող խուսափել Thank you very much. Esteemed President of the European Parliament, just the common narrative these days is that the greatest truth Ես կարծում եմ, որ այս ինտեգրումը կնպաստի մեր երիտասարդների զարգացման եւ նրանց ապագայի նոր լուսավոր շերտերի համար, քանի որ մեզ համար կբացվեն այն բոլոր ճանապարհները, որոնցով որ մենք հեշտ կկարողանանք հասնել մեր նպատակներին։ Սա իհարկե չի նշանակում, որ Հայաստանը պետք է ամբողջությամբ հրաժարվի իր արժեքներից, արժեհամակարգից եւ իր ճանապարհից, որը որ նախընտրում է անցնել որպես երկիր։ Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է շարունակի պահպանել իր արտաքին հարաբերությունները եւ քաղաքական հարաբերությունները մյուս բոլոր երկրների հետ, բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ միայն դրականը։ Այս պահին եվրոպական արժեքաբանությունը առհասարակ գոյություն չունի եւ Եվրոպայի համար ընդհանրապես գոյություն ունի ռազմավարական խնդիր իրեն մերձեցնելու հետ այն երկրներին, որոնք այդքան էլ մերձ չեն, որպեսզի լուծի իր ռազմական հաջողությունները Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ։ Եթե մենք գնանք դեպի Եվրոպա, ես դա միանշանակ կաջակցեի ու առաջին հերթին ես որպես, չգիտեմ, ամեն դեպքում դեմոկրատական արժեքների կրող մարդ, ես հենց այդ մարդու ազատություններ, իրավունքներ շատ կուզեի, որ գնայինք Եվրոպա։ Այս պահին Հայաստանի եվրոպականացումը միայն սիմվոլիկ թղթի վրա է։ Ես ինքս դեմ չեմ, եթե Հայաստանը սկսի իր ճանապարհը դեպի Եվրամիություն, բայց կարծում եմ, որ այդտեղ մենք պիտի օբյեկտիվ իրավիճակը գնահատենք, մինչև ինչ-որ ճանապարհ ընտրելիս։ Մենք գիտենք, որ առնվազն մի քանի մարզերում մարդիկ գնում են Ռուսաստան աշխատանքի։ Այսինքն, եթե մենք ընտրում ենք ԵՄ ճանապարհը, այդ մարդիկ փաստացի զրկվելու են իրանց աշխատավարձից եւ չեն կարող իրանց ընտանիքները պահել։ Դրադառնալով կոնկրետ ոլորտային առանձնահատկություններին, կարծում եմ, որ զբոսաշրջության տեսանկյունից նման ինտեգրացիան շատ մեծ եւ դրական ազդեցություն կարող է ունենալ, միայն այն փաստը, որ ինչ որ, չգիտեմ, տեսականորեն տասնամյակ անց, եթե մենք ունենանք բաց սահմաններ եվրոպական շուկայի հետ, իսկ եվրոպական շուկան բավական վճարունակ շուկա է, ապա այն միանշանակ կունենա շատ դրական ազդեցություն, մասնավորապես զբոսաշրջության ոլորտի ծառայությունների զարգացման վրա Հայաստանում։ Ես կողմ եմ, երկու ձեռքով եմ կողմ։ Իմ կյանքից երևի 30% անցկացրել եմ Ռուսաստանում։ Դրա հետ մեկտեղ հիմա ես ոչ թե ռուս ազգի դեմ եմ, այլ Ռուսաստանի ղեկավարության դեմ է։ Ի վերջո հայ ազգը այդ բռունցքը, որ մենք գտնվում ենք Պուտինի բռունցքի մեջ, վերջապես կձերբազատվենք։ Ռիսկի հետ կապած ես ոչ մի վատ բան չեմ
չեմ տեսնում։ Եթե Ռուսաստանը բաց լիներ, մենք կարողանանք Ռուսաստանը արտանենք, դա մեծ առավելություն էր մեզ համար, որ կարողանանք երկրորդ փուլ մտնենք Եվրոպա։ Բայց այս պայդրությամբ մեր 95%, ընդհանրապես 95 չէ, արդեն 100% փակվել ենք ու չենք կարող Եվրոպայել արդեն արտանենք։ Եվրոպա 140 տոննա է ուզում արտադրանք, որը որ մենակ ես կարող եմ արտադրանք տալ 140 տոննա Եվրոպային սպասարկել։